Արդյոք հոգևորականը պիտի զբաղվի քաղաքականությամբ, թե ոչ։ Եթե ձեզ հետաքրքիր է այս հարցի պատասխանը, լսեք մինչև վերջ։ Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց մեջ տարածվում է քարոզչություն, որ ինչ գործ ունի հոգևորականը զբաղվելու քաղաքականությամբ։ Եկեղեցին անջատ է պետությունից, հետևաբար հոգևորականը չպիտի զբաղվի քաղաքականությամբ։ Սա է այդ մարդկանց հիմնավորումը։ Բայց արդյոք եկեղեցին պետությունից անջատ լինել նշանակում է, որ հոգևորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Ինձ նույնպես հետաքրքիր էր, թե հոգևորականները աշխարհով մեկ քաղաքական գործընթացներում ինչպիսի դերակատարում են ունեցել, եւ փոքր-ինչ ուսումնասիրելով այս թեման, տեսա, որ քաղաքական գործիչ հոգևորականների թիվը իրականում հազարների է հասնում։ Եվ ես առանձնացրեցի մի քանիսին, որոնք պատմության ընթացքում տարբեր երկրներում երբևէ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել։ Հիմա մի քանիսին կմեջբերեմ եւ այդ մարդկանց անունները, եթե ձեզ հետաքրքիր է իմանալ նրանց մասին ավելին, այստեղ ներքևում կտեղադրեմ լատինատար, որպեսզի կարողանաք նրանց մասին համացանցում փնտրել եւ իմանալ ավելին։ Եվ այսպես 20-րդ ԱՄՆ նախագահը եղել է հոգևորական, որը ի դեպ հասցրել է կառավարել ընդամենը 6 ամիս, նրան սպանել են։ Վիլյամ Թոլբերտ 71-ից 80 թվականին եղել է Լիբերիայի նախագահ։ Լորի Ինգման 2 անգամ Ֆինլանդիայում եղել է վարչապետ։ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, որը եղել է այս պաշտոնում 2012-ից մինչև 17 թվականը։ Վանուատու պետության առաջին վարչապետը, որը նաև այս երկրի անկախացման հիմքում է կանգնած։ Կիպրոսի առաջին վարչապետ Մակարիոսը։ Աֆրիկա մայրցամաքում բազմաթիվ են եղել հոգևորական քաղաքական գործիչները, որոնք զբաղեցրել են նաև բարձրաստիճան պաշտոններ, նաև եղել են պետությունների նախագահներ Զամբիայում, Զիմբաբվեում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ այլուր։ ԱՄՆ 20-րդ նախագահի մասին ասացի, բայց չասացի հոգևորական եղած բազմաթիվ սենատորների մասին։ Օրինակ Ջոն Դանֆորդը, որը եղել է նաև ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան։ Ռումինիայի վարչապետ Միրոն Քրիստեա։ Ռումինիայի մասին խոսելիս պարտադիր է նաև նշել Լասլո Տոկեշի մասին, որը հոգևորական էր եւ մեծ դերակատարում է ունեցել դիկտատոր Նիկոլայ Չաուշեսկուի դեմ պայքարում։ Մասնավորապես, երբ Չաուշեսկուն հրամայում է ձերբակալել այս հոգևորականին, մարդիկ շրջապատում են եկեղեցին, չեն թողնում, որ հոգևորականը դուրս գա եկեղեցուց, օրեր շարունակ չեն կարողանում այս հոգևորականին ձերբակալել, ինչը մարդկանց մեջ ոգևորություն է առաջացնում եւ երկրի տարբեր շրջաններում սկսում է ընդվսում։ Ի դեպ, Լասլո Տոկեշը 2012 թվականներին Եվրոպարլամենտի փոխնախագահն էր նաև։ Հարգելի հայրենակիցներ, շեշտադրեմ, որ ես չեմ ասում, որ հոգևորականները կարող են ավելի լավ զբաղվել քաղաքականությամբ կամ լինել ավելի լավ կառավարիչներ, քան մնացյալը։ Հատկապես, երբ պատմության մեջ մենք ունենք նաև ձախողված եւ վատ ուժերի ծառայող հոգևորականներ։ Օրինակ Սլովակիայի առաջին հանրապետության նախագահը 39-ից 45 թվականներին, որ ծառայում էր Հիտլերի ռեժիմին։ Ես ընդամենը ասում եմ, որ այն քարոզչությունը, որ ձեզ մատուցվում է շարունակաբար տարբեր եթերներով, որ հոգևորականը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, կեղծ է։ Հատկապես երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով հոգևորականներին տրված է նման իրավունք։ Մեջբերեմ համանուն հոդվածը խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածից։ Ցիտում եմ, կարդում եմ այդ հոդվածը։ Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք այլ քաղաքացիների հետ համահավասար։ Այսինքն ոչ միայն մեր օրենսդրությունը չի սահմանափակում հոգևորականների մասնակցությունը դրան, այլ նաև պետք է շեշտադրեմ, որ չի էլ կարող սահմանափակել, ինչու, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ, որոնք մարդու իրավունքների, մարդկանց ազատությունների, այդ թվում քաղաքական ազատությունների մասին
1000 ու մի դրույթներ ունեն, պահանջներ ունեն եւ հետեւաբար հոգեվորականների կողմից քաղաքականությամբ հետաքրքրվելը եւ քաղաքականությամբ զբաղվելը ամբողջովին նորմալ է, օրինական է, տրամաբանական է։ Հարց է առաջանում. ինչու է այս իշխանությունը, որը տանում է այդ քարոզչությունը, կրկնեմ այն է, որ հոգեվորականը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ինչու է այս իշխանությունը, այդ քարոզչությունը, այդ կեղծ օրակարգը մարդկանց մեջ տարածում։ Պատճառը շատ պարզ է։ Հայ առաքելական եկեղեցին ազգային ինստիտուտ է, սրանց մասին բազմիցս ենք նշել, որի շահառուն, բացարձակ շահառուն հայ ժողովուրդն է, այսինքն այս ազգային ինստիտուտը, բացի հոգևոր պահանջմունքներ բավարարելուց, հայ ժողովրդի միասնության, բարեկեցության ազգային ինստիտուտ է, որը ունի հազարավոր տարիների պատմություն։ Եվ այս ինստիտուտը բացառապես ծառայում է հայ ժողովրդի շահերին, եւ այս իշխանությունը փորձում է ուզուրպացնել, մասնավորապես Փաշինյանը փորձում է ուզուրպացնել հայ առաքելական եկեղեցու իշխանությունը, ձեռնադրելով այնտեղ իրեն ենթակա կաթողիկոս, սա է ճշմարտությունը, եւ հետեւաբար հայ ժողովուրդը ուղղակի պարտավոր է համախմբվել հայ առաքելական եկեղեցու շուրջ, կաթողիկոսի շուրջ եւ չթողնի, որպեսզի նա ընկրկի եւ հրաժարվի իր զբաղեցրած դիրքից, այլապես այդ նահանջը կարող է դիտարկվել եւ կդիտարկվի որպես դավաճանություն հայ ժողովրդին։ Ամփոփելով ասեմ, որ համոզմունքս է, որ հոգեվորականները ոչ միայն իրավունք ունեն, այլ նաեւ պարտավոր են զբաղվել քաղաքականությամբ, երբ հայ ժողովուրդը եւ հայկական պետությունը գտնվում է նման ծանր վիճակում, երբ իշխանությունների կողմից շարունակաբար հայ ժողովրդի տարբեր շերտեր միմյանց դեմ են հանվում, երբ շարունակաբար մեզ պառակտում եւ թուլացնում են, հայ առաքելական եկեղեցին ոչ միայն մեր հոգևոր պահանջմունքները բավարարելու առաքելությունը պետք է կատարի, այլ նաեւ պարտավորություն ունի միասնական դարձնելու մեր ժողովրդին եւ այս արհավիրքների դեմ համախմբելու, որպեսզի կարողանանք դուրս գալ այս ծանր վիճակից եւ Հայաստանի Հանրապետությունում հաստատվի հայի շահեր սպասարկող հայկական իշխանություն։